Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերող հարցերը 2025-ի վերջին ամսվա բոլոր օրերին մնացին օրակարգային։ Երևան, Արագածոտն, Արարատ, Շիրակ, Կոտայք, արդեն 9-րդ կիրակին է վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսում եկեղեցում պատարագի մասնակցելով։ Հայ առաքելական եկեղեցին բաժանված է երկու մասերի։ Եվ բնականաբար այս իրավիճակը չի կարող երկար տևել։ Հանգուցալուծում է սա պահանջում։ Իսկ այն, որ ոչ միայն եկեղեցու որոշ բարձրաստիճան պաշտոնյաների ու իշխանության միջև, այլև հենց եկեղեցու ներսում հոգևորականների միջև կա բաժանարար գիծ, բաց եւ հրապարակային հայտարարեցին 10 եպիսկոպոս, արքեպիսկոպոս, պահանջելով կաթողիկոսի հրաժարականը եւ սեղմելով վարչապետի ձեռքը։ Ժամանակի հետ մեկտեղ ըստ էության շատ եկեղեցականներ դուրս եկան եկեղեցու էլիտայի վերահսկողությունից եւ սկսեցին բարձրաձայնել այն հարցերը, որոնք հասարակության լայն շրջանակներում վաղուց արդեն բարձրացվում էին։ Եվ ակնհայտ է այստեղ բոլորի համար, անկախ նրանից, թե ով ում է, այսպես ասած, համակրում, որ եկեղեցու ներսի ճգնաժամը պահանջում է որոշակի հանգուցալուծում։ Այդ ընթացքում տելեգրամյան ալիքներով լուր տարածվեց, թե ռուսաստանյան ուժային որոշ կառույցներ կանխատեսում են, որ կաթողիկոսը շուտով այլևս չի կարողանա պահպանել վերահսկողությունը Հայաստանում եւ ծրագրում են, որ նա տեղափոխվի Ռուսաստան, բայց պահպանի կաթողիկոսի կարգավիճակը եւ այնտեղից հեռակա կառավարի եկեղեցին։ Ամբողջ խնդիրը հետեւյալն է, հավատացյալների մեծ բանակը, այսպես ասենք, դա ընդունելու է թե ոչ։ Ես չգիտեմ, եկեղեցական կանոնակարգերով ինչպիսին են լուծումները։ Ես չգիտեմ, ինչպիսի նախադեպեր կան այս առումով, բայց ես գիտեմ մի բան, որ այն ինչը որ պետք է իրականացվի, եթե չի ընդունվելու եկեղեցու հետևորների զգալի հատվածի կողմից, բնականաբար ուրեմն նշանակում է այդ ճգնաժամը դեռևս չի հանգուցալուծվելու։ Իսկ ինչ են ասում պատմությունը, նախադեպերը, կանոնագիրքը, աստվածաբանության պրոֆեսոր Արծրունի Սահակյանը պատմում է։ Կաթողիկոսը կարող է իր նստավայրը փոխել, կարող է լինել ինչ-որ մի այլ երկրում եւ այլն, բայց դա ասում եմ, այն տարիներին էր, երբ մեր պետականությունը ճգնաժամի մեջ էր, չունեինք կայուն պետություն։ Պատմության էջերն ենք թերթում։ Մայրաթորը Վաղարշապատում հիմնվել է 4-րդ դարի վերջին, երբ Վաղարշապատը մայրաքաղաքն էր։ 11-րդ դարի կեսերից սկսվում է Մայրաթորի թափառումը։ Ինչու թափառել, որովհետև անին եւ այդ շրջակա տարածքը ամբողջը անցավ Բյուզանդիայի կայսրությանը, կայսրը չէր ուզում այլևս, որ հատուկ կաթողիկոսություն լինի Հայաստանում։ Բայց այդ դեգերումների ընթացքում Մայրաթորը միշտ հաստատվել է այնտեղ, որտեղ հայկական պետություն լինել ունենալու անգամ փոքր հնարավորություն է եղել։ Օրինակ, Բյուզանդիայի հենց այդ 11-րդ դարի երկրորդ կեսի պայմաններում մեր Մայր Աթոռը հայտնվեց Թավբլուրում։ Մի աննշան գյուղ է Արևմտյան Հայաստանում, դեռ կասեի անգամ Արևմտյան Հայաստանից էլ դեպի արևմուտք դուրս, որովհետև փոքր հայքից հավանաբար դեպի Կեսարիա գնացող այդ սահմանին էր։ Ինչու, որովհետև այնտեղ իշխում էր Գագիկ Աշոտյան թագավորը։ Հետո որոշվեց, որ հաջորդ կաթողիկոսարանը պետք է լինի Ծամնդավում։ Տեսեք ինչ անհայտ անուններ, անծանոթ գյուղերի անուններ են։ Այդ Ծամնդավն է, դու մի ասա, մյուս Բագրատունի թագավորի տիրույթն էր։ Այդպես մինչև 1441 թվականը, երբ Մայր Աթոռը Սսից կրկին վերադարձավ Վաղարշապատ։ Կաթողիկոսական աթոռի այսօր չգրված օրենքով մի ատրիբուտ է դարձել նաև իջմիածնականությունը։ Լսեք, 500-600-րդ արդեն տարին է գնում, որ հասարակության հայ եւ օտարազգի մտապատկերում հայ եկեղեցին, կաթողիկոսարանը զուգորդվում է իջմիածնի հետ։ Ըստ աստվածաբանի այսօր, երբ Հայաստանը անկախ պետություն է, եթե անգամ կաթողիկոսը գնա, Աթոռը կմնա այնուամենայնիվ աներեր, այսինքն կմնա իբրև գլխավոր Մայր Աթոռ, որովհետև հաջորդ կաթողիկոսը
անպայման կլինի այդ աթոռի պատրիոտը։ Թեկուզ զուգահեռ Զուգահեռ, այո, ինչու, որովհետև այդպիսի դեպքեր էլ ունեցել ենք մենք։ Այդպիսի դեպքեր շատ ենք ունեցել։ Այս որ ասացի, այս դեգերումները որ կար, օրինակ, Պետրոս Գետադարձը երկարամյա կառավարման ընթացքում մի քանի աթոռակիցներ է ունեցել։ Դա նման կլինի նրան, որ, չգիտեմ, ասենք, օրինակ վտարանդի կառավարություններ են ձևավորվում, հա, տարբեր երկրներում, դրսից ասում են, մենք ենք իրական իշխանությունը, բայց փաստացի պետությունների ներսում գործում են այն իշխանությունները, որոնք արդեն իսկ կարողացել են վերահսկողություն սահմանել տարատեսակ ինստիտուտների վրա։ Կաթողիկոսարանն այնտեղ է, որտեղ Գրիգոր Լուսավորչի աչքն է, հասարակության մեջ քննարկվող մյուս հարցն եմ ճշտում Արթուր Իսահակյանից։ Պատմում է, այդպիսի ընկալումը առաջ է եկել այն տարիներին, երբ Մայրաթորը դեգերումների մեջ էր, երբեմն մի քանի կաթողիկոս ու կաթողիկոսարան էր լինում ու կար վավերականության խնդիր, նշաններ էին պետք։ Որոնք էին այդ նշանները։ Այսինքն իբր այն ժամանակ Պետրոս Գետադարձի ժամանակ կար քողը, կար գավազանը եւ դրան գումարվեց Գետադարձի սուրբ նշանը։ Հետո էլ Կիլիկիայի աթոռում հայտնվեց Գրիգոր Լուսավորչի աչը։ Աղթամար, ուր է ձեր աչը։ Մենք իշխանություն ունենք, որտեղ աչը մեզ մոտ է։ Իսկ ձեր աչը ուր է։ Եվ հանկարծ դու միասի այդքան իրավական խնդիր չի, բայց բարոյական, ինչ որտեղ ասենք միտեղ հոգեբանական երևի դեր է ունենում, այո։ Բայց կանոնագրքում նման բան գրված Չէ, ոչ մի նման բան չկա։ Երբ Սսից աթոռը տեղափոխվեց վաղաշաբաթ, աչքն էլ տեղափոխվեց, բայց Սսի կաթողիկոսությունը պահպանվեց անգամ առանց աչի։ Շարունակվեց մինչև օրս։ Անտիլիասի անունով այսօր։ Միաժամանակ նաև այսօր իրանք ունեն այդ աչը։ Որտեղից հապա։ Դրա համար հարց է առաջանում, աչու աչն է, թե ձախու աչն է։ Այսինքն այդ որ մեկն է, եթե այստեղ է, եթե արդեն բերել են, ապա ձեզ ուրեմն անդադ կարելի է սարքել դրանից։ Գրիգոր Լուսավորչի աչով, թե առանց կաթողիկոսի Ռուսաստան գնալու քննարկումներին Մայր աթոռից արձագանքում են։ Դա անհեթեթություն է պարզապես։ Հղում է անում Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի հայոց թեմի թեմական խորհրդի եւ ծխական խորհուրդների ներկայացուցիչների հայտարարությանը, որտեղ ասվում է ստահոդ լուրեր են։ Орденом Александра Невского награжден архиепископ Езрас։ Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդը կաթողիկոսի եղբայրն է Եզրաս arczepiskopos Ներսիսյանը։ Հենց նրա հետ կապված էր ԱԱԾ-ն փաստաթուղթ տարածել, ըստ որի նա 80-ականներին հավաքագրվել է սովետական ՊԱԿ-ի կողմից։ Մայր աթոռից այս հրապարակումը դեռ չեն մեկնաբանել, ինչպես նաև չեն մեկնաբանում կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսներին կարգալույց հայտարարել չհայտարարելու հարցը։ Առանց մեկնաբանության։ Շնորհակալություն։ Այստեղ հակասությունները բազմաթիվ են, այդ հակասությունները պայմանավորված են խորքային ճգնաժամով։ Իսկապես եկեղեցու ղեկավարությունը տեսնում է, որ հողը իր տակից գնում է, ինչպես ասում են։ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ պատարակներին կաթողիկոսի անունը զեղչելու եւ իշխանության քաղաքականությանը աջակցություն հայտնելու համար արդեն 3 քահանայի Մայր աթոռը կարգալույց հայտարարել է։ Մինչդեռ 3-ը չեն, որ զեղչել են ու աջակցություն հայտնել, այդ թվում եպիսկոպոսներ։ Անհամապատասխանություն չկա Մայր աթոռի գործողություններում։ Մյուսների պարագային ոգել կարգալույցը դեռ է, միայն այդ չի եղել, կաթողիկոսի անունը զեղչելը չի եղել պատճառը։ Հիմնավորումները կետ առ կետ մի քանի կետ կան, դա է, իսկ մնացածի պարագային կապենք կտեսնենք եւ ժամանակը ցույց կտա։ Իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս։ Սա խնդիր է բնականաբար նրանց համար եւ նրանք պետք է փորձեն որոշակիորեն լուծել այս խնդիրը իրենց դիտանկյունից, բայց նաեւ ակնհայտ է, որ նրանք չեն կարողանում իրենց ցանկացած սցենարը ստանալ։ Եվ նաև իհարկե փորձում են փաստորեն որոշակիորեն նախազգուշացնել տարբեր եկեղեցականների, որ եթե դուք շարժվեք այս ուղղությամբ, շատ ավելի վատ կլինի ձեզ համար, բայց դա էլ չի ստացվում։
Կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսների դեպքում Մայր Աթոռը նաև հույս ունի, որ կվերադառնան Մայր եկեղեցու գիրկը։ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովից հետո էին հայտարարություն տարածել։ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը նոր կազմով էր։ Կաթողիկոսի որոշմամբ իր հրաժարականը պահանջող եպիսկոպոսներից մի քանիսը խորհրդից հեռացվել են։ Եվ ժողովը գումարվել էր այն օրը, երբ 10 եպիսկոպոսները Մայր Աթոռում հրավիրել էին հավաք ու կաթողիկոսի հրաժարականի պահանջով նամակ հանձնել քարտուղարություն։ Այսօր այստեղ կանգնած ենք, բայց համոզված ենք, որ մեր ժողովուրդը մեր հետ է եւ մեր հոգեվոր դասն էլ է մեր հետ։ Այս 10 եպիսկոպոսների զորոշների վարկը եւս միանշանակ չէ, նշում է քաղաքագետը, ընդգծում, դա այս ընթացքում չի էլ վիճարկվել, չնայած որոշ շրջանակներ ներեկեղեցական պառակտումը ձևափոխում են, թե այս եպիսկոպոսներով է իշխանությունը փորձում բարեփոխել եկեղեցին։ Հիմնական խնդիրը այն է, որ եկեղեցու ղեկավարությունը, եկեղեցի ինստիտուտը ներքաշել է ներքաղաքական պայքարի շրջանակներում։ Այսինքն որպես կուսակցություն է արդեն նա գործում, ինչը բնականաբար աննորմալ է յուրաքանչյուր պարագայում, եւ քանի որ եկեղեցին ունի հսկայական ռեսուրսներ, այն փաստորեն կարողանում է որոշակիորեն շեղել քաղաքական, այսպես ասած, գործընթացները։ Այսինքն լուրջ ազդեցություն ունենալ նաև ներկուսակցական պայքարի վրա, ներքաղաքական պայքարի վրա եւ այլն։ Մինչդեռ եկեղեցու պայքարը պետք է լինի հավատը ամրացնելու, մարդ-եկեղեցի կապը ուժեղացնելու ուղղությամբ։ Հասարակության մեջ եկեղեցու ներկայության կարիքը այսօր հատկապես մեծ է, որ մեղմովի բևեռացվածությունը, ատելությանն էլ փոխարինի սերը, քանի որ քրիստոնեության հիմքում հենց սերն է։ Իրինամ Կրչյան, Արտակ Գևորգյան, Ռուբեն Մնացականյան, Կիրակնորյա լուրեր։